Ողջույն իմ սիրելիս, ես այստեղ եմ, ինչպես խոսեցի, ես եկել եմ այստեղ լերան վրա ախոտելու, օրնելու քեզ եւ ուզում եմ ներկայացնել այս բոլոր խնդրանքները ասում։ Որովհետեւ գիտես ինչ գերված է ասո խոսքի մեջ, եւ երբ ես եկի եմ, ստացավ այն նամակ, այդ գրությունը դաշնամիներից, ինչ նա արեց, գերված է, որ նա գնաց, նա բարձրացավ Տիրոջ տունը եւ ախոտեց։ Մատթեոս 4:14 գերված է, որ Հիսուս բարձրացավ լերի վրա ախոտելու առանձին։ Եվ այստեղ եկել եմ ախոտելու։ Ես ուզում եմ ախահակել ասում, որ նա օրհնի քեզ եւ քո ընտանիքին։ Գերված է Էզեկիան վերցրեց գրությունը, կարդաց եւ Էզեկիան բարձրացավ Տիրոջ տունը եւ պարեց Տիրոջ առաջ։ Եվ այն պարեց Տիրոջ առաջ։ Էզեկիան ախոտեց Տիրոջ ասելով։ Եվ նա ախոտեց, բանտրեց ասում եւ ասիված պատասխանեց։ Ես համոզված եմ նա կպատասխանի քեզ։ Ամեն։ Եկեք ներկայացնենք միասին այստեղ էլի հայկական դերոշը։ Ուզում եմ օրնել, ախոտել միասին։ Եկեք ախահակենք, եկեք բանտրենք մեր Աստծուն հիմա եւ վստահեք։ Ամեն։ Երբեք չի հինազանդվես, չէ, մի հինազանդվեք երբեք։ Ամուր մանա հավատքի մեջ։ Ամեն։ Եվ դուք տեսնես Տիրոջ ապարքը։ Հիսուս ասաց, եթե դու հավատաս, դու կտեսնես Տիրոջ ապարքը։ Ամեն։ Եվ այս խոսքով ուզում եմ հիմա ախոտել։ Ես կահոտեմ այստեղ ես ձայնագերում եմ մի քիչ, բայց հետո շարունակեմ այստեղ առանց ձայնագերելու, բայց շարունակեմ այստեղ ախոտելու ձեզ եւ ձեր ընտանիքի համար։ Եղավ, հայր, ես մոտենում եմ քո ներկայությունը հիմա։ Ես հանդրում եմ քեզ Տեր Հիսուս։ Ես ցանկանում եմ խնդրել, որ դու օրհնես բոլորին, ովքեր լսում են։ Հայր, ես եկել եմ այստեղ ներկայացնելու բոլոր խնդրանքներին, որովհետև գերված է ես իմեցի Տիրոջ եւ նա պատասխան տվեց։ Հայր, ես կշարունակեմ ախոտել այստեղ, բայց ուզում եմ ներկայացնել բոլոր ախոչքի խնդրանք ասում։ Հայր, ես հավատում եմ դու զորություն ունես պատասխանելու։ Հայ օգնիր այս կինոջ, այս մարդ ով գերեց նրանց ախոչքի խնդրանք, այս մարդ ով չի գերեց, բայց խնդրում եմ քեզ հիմա Հիսուս օգնիր նրանց։ Հայր, ես ախահակում եմ հիմա դու կարող ես փոխել այս իրավիճակը, դու կարող ես օրհնել նրանց, դու կարող ես ազատել այս կինոջ աճարից, այս մարդու ճարից, այս մարդ ով կաղցքեր ունի, այս մարդը ով բժիշկ ասած նա չի կարող ոչ մի բան անել, ես ահակում եմ Տեր Հիսուս օգնիր հիմա, Տեր օրհնում եմ նրանց հեսա եւ ասում եմ թող Տիրոջ օրհնությունը նրանց վրա լինի։ Հայր, ես ահակում եմ օրհնի Հայաստանը, օրհնի այս երկիրը, օրհնի բոլոր ովքեր ապրում են այստեղ Հայաստանում։ Մենք սիրում ենք այս երկիրը, մենք ուզում ենք տեսնել քո պարկը այստեղ, մենք ուզում ենք տեսնել հաջողություն, բարգավաճում, խաղաղություն, սեր այստեղ Հայաստանը, հայր, մենք օրհնում ենք այս երկիրը, մենք ուզում ենք տեսնել քո պարկը այստեղ Հիսուս, եւ մենք ներկայացնում ենք Հայաստան ասում, մենք կանտում ենք բոլոր անեծքները, մենք կանտում եմ այս անեծքը, մենք ասում եմ հիմա ամեն տեսակի չար հեռու գնա նրանից, հեռացիր հիմա, ես ասում եմ դուր զարի նրանից, երբեք մի վերադառնա, Հիսուս, ես հավատում եմ դու ամեն բան կարող ես անել, դու ամեն բան կարող ես անել Հայաստանի համար, մենք հավատում ենք Ես հավատում եմ եւ օրհնում եմ այս երկիրը եւ օրհնում եմ ձեր բոլոր ախոչքի խնդրանք բարեկամները եւ ասում եմ թող դու օրհնված լինես ձեր ընտանիքին ախոտեք հիմա Հովի Ֆիլիպեի հետ եւ ասեք ամեն չար իմ կյանքից թող հեռանա ինձանից այս դեպրեսիա այս կաղցքերը այս հիվանդությունը ամեն չար հեսա դուրս արի նրանից հեռու գնա վայ իմ
Իիսուսի, մենք օրհնում ենք Հայաստան, մենք օրհնում ենք այս երկրիրը, մենք օրհնում ենք բոլոր հայերը, ով այստեղ ապրում են կամ ուրիշ երկրիրը, Իիսուս բուժիր հիմա, լեցրու նրանց Սուրբ Հոգով, լեցրու նրանց սիրով, լեցրու նրանց խաղաղությամբ, լեցրու նրանց հիմա քո պարկով, Հայր, եւ մենք հավատում ենք դու այստեղ ես, Իիսուս շնորհակալ եմ, ալելույա, մենք օրհնում ենք քեզ, ես օրհնում եմ քեզ եղբայրս, եղեք օրհնված Աստծի Տիրոջ օրհնությունը, ուր որ դու լինես Հիսուսի զորավոր անունով, ամեն, ամեն, հալելույա, ես շարունակեմ այստեղ ախոտելու, ես չեմ ձայնագերի, բայց ես հավատում եմ ասիված գործումը, ամուր մանա հավատքի մեջ, հաստատում եղեք, անսասան եղեք, նա քո հետ է, Տերոնի քեզ։ Ալելույա, բարև ձեզ Հայաստան, բարև ձեզ բարի լույս Տերոնի քեզ քո ընտանիքին այսօր, այո, այսօր ձեր հաղթանակի օրը ես ցույց տվեցի այս վիդեո մի քիչ երկար ժամանակ ես գնացել եմ լրի վրա, բայց պրոս որ դու տեսնես մենք միշանում եմ Տիրոջը գործեր հավատքով, հաճույքով եւ Փառք Հիսուսին շատերը ստանում եմ ով Տիրոջ օրհնությունը։ Եվ մենք այստեղ ենք, ինչպես միշտ մենք աղոթում ենք մեր Հայաստանի համար, այո, Հայաստանը պատկանում է Հիսուսին, այո, շուտով մենք աղոթենք, որ ասիված ավելի շատ օրհնի Հայաստանը, բայց այսօր ես անկանում եմ, որ դու գերես աղոթքի խնդրան, գերիր հեսա, ուր որ դու լինես, ես Խովի Ֆիլիպն եմ, ձեր բրազիլացի ընկերը Հայաստանում, ունեն միշտ մի խոսքը ասուց եւ այդ խոսքը անպայման կորքինի քեզ, որովհետեւ գրված է հավատքը լսելուց իսկ լսելա Հիսուսի մասին, այո, մենք լսում ենք Տիրոջը խոսքը, հավատքը գալիս մեր սրտում եւ կարոզելուց հետո ասո խոսքից հետո մենք կարող ենք աղոթել եւ նա անպայման գործելու է, այո, գերի հիմա դրա խոսքի խնդրանք Հովի Ֆիլիպ լավ չեմ զգում հիվանդ եմ, տխուր եմ, հիասթափված եմ կյանքից, միասին աղոթենք։ Եկեք տեսնենք հիմա ժողովուրդ ինչ գրված է այստեղ ասո խոսքի մեջ Էլք 15 Ինչ է եղել, что произошло։ Գրված է այստեղ որ Իսրայելի ժողովուրդը դուրս եկավ Եգիպտոսից եւ նրանք գանում էին, նրանք անցնում էին, նրանք քայլում էին անապատում, գրված է այստեղ անապատում։ Եվ անապատում գիտես ջուր չկար, ուտելիք չկար, ոչ մի բան չկար։ Մենք մեր կյանքում ենք քայլում ենք անապատում։ Մենք անցնում ենք անապատում, Հովի Ֆիլիպ հեսա ես անցնում եմ անապատում, հոգևոր անապատ, ես ֆիզիկական անապատ, ֆինանսների անապատ, գրված է որ նրանք անցնում են անապատում։ Եվ ինչ եղել, մենք պետք է զգուշ լինենք, որ երբ մենք քայլում ենք, մենք անցնում ենք անապատում, մենք չենք խոսել վատ խոսքերը, մենք չենք կարող բողոքել անապատում, ինչպես ես չեմ բողոքում անապատում Հովի Ֆիլիպ։ Եկեք տեսնենք հիմա ինչ է գրված ասո խոսքի մեջ, Իլք գլուխ 15-22 գրված է Մովսես Իսրայելին կարմիր ծովից ճանապարհի հանեց, նրանք կարմիր ծովից ճանապարհի հանեց, եւ նրանք հասան Սուր կոչված է անապատը։ Եվ 3 օրվա ճանապարհի գնացինք անապատի միջով, բայց ջուր չգտան։ Եվ նրանք ցարավ էին։ Այս ժողովուրդը, Իսրայելի ժողովուրդը ցարավ էր, որովհետև ջուրը չկար 3 օր։ Եթե մենք մի օր ջուրը չեմ համենք, մենք ցարավ կլինենք, ճիշտ է։ Պատկացրեք 3 օր, 3 օր առանց ջուրը։ Գրված է այստեղ որ նրանք գնացին անապատի միջով եւ բայց ջուրը չգտան։
Եվ եկան Միրա նրանք գնացել են միտեղ եւ այդտեղ կոչվում էր Միրա բայց չի կարողացան խամել Միրայի ջրից նրանք տեսել են այնտեղ ջուրը բայց այս Միրայի ջուրը նրանք չեն կարողացան խամել գրված է այստեղ ինչու խովի Ֆիլիպե գրված է որովհետև այն ջուրը դառը ջուրը դառներ մեկ մեր կյանքը էլի ամեն ինչ դառը մեր կյանքը դառն է ամուսնությունը դառն է կյանք առողջությունը հարաբերություն քո ընտանիքի հետ դառն է կապ չկա ամուսնու հետ կապ չկա կնոջ հետ կապ չկա ընտանիքի հետ դառն է ամեն ինչ դառն է քաղցր է չէ գրված է որ նրանք ցարավ էին եւ վատագույնը որ սա է երբ նրանք հասան միտեղ որ ջուրը կար այդ ջուրը դառներ ցարավ էր եւ ջուրը դառներ եւ այդ ժամանակին գրված է այստեղ ժողովուրդը տրտնջաց բողոքում էր տրտնջաց Մովսեսի դեմ ասելով ինչ խամենք Մովսես ախակեց Տիրոջ նրանք սկսել են տարջվել բողոքել բայց ինչ մենք խամենք Մովսես մենք դուրս ելամ Եգիպտոսից հիմա մենք այստեղ տարապում ենք ինչու մենք այստեղ ենք ջուրը չկա այստեղ ուտելիք չկա ոչ մի բան չկա սա շատ դժվար է որովհետև մենք սկսում ենք բողոքել ես ված չի ուզում որ մենք բողոքենք բայց դու չգիտես ինչ է կատարվում իմ կյանքում Հովի Ֆիլիպ ինչպես կարող ես խոսել որ ես չեմ կարող բողոքել բայց երբ մենք բողոքում ենք սատանա մոտենում է ես գուշ եղիր նրանք սկսել են խոսել ինչ խամենք չկա ոչ մի բան այս ջուրը դառն է մենք չենք կարող շարունակել եւ ինչ Մովսես արեց Մովսես գրված է որ նա շատ խմբերատար էր Հայցնում եմ քեզ համբերատար ես Հովի Ֆիլիպ չեմ ես համբերատար չեմ ով համբերատար է գերիր այնտեղ ես համբերատար եմ ես համբերատար չեմ Հովի Ֆիլիպ անգերցասեք ես համբերատար չեմ ես համբերատար եմ չգիտեմ ես պրոստը հարցնում եմ քեզ այո պետք է չի գերել ոչ մի բան պրոստը պատասխանիր քեզ ինքնապատասխանի դու խմբերատար ես Մովսես շատ խմբերատար գրված է Աստծո խոսքի մեջ որ նա ամենախմբերատար մարդ աշխարհում էր նա ամենախմբերատար ուրիշ մարդ չկար Մովսեսի պես շատ խմբերատար եւ Բացկացրեք, բոլորը բողոքում էին եւ Մովսես այդտեղ խմբերատար հանգիստ ժողովուրդ հանգստացիր ամեն ինչ լավ կլինի համբերատար մենք համբերություն պետք է այո ժողովուրդ համբերություն պետք է ոչ մի բան չի գործում ինչպես մենք ուզում ենք բայց ինչպես ասված ուզում է խմբերատար եղեք համբերություն խնդրեր ասում որ տածես եղավ եւ նա խմբերատար է եւ ինչ նա արեց գրված է Մովսեսը ախախակեց Տիրոջը եւ Տերը նրան մի պայտը ցույց տվեց չեմ հասկանում Հովի Ֆիլիպ ասված
Ներողություն, Մովսես ախագեց Տիրոջ։ Ինչ ասված արեց, նա մի պայտը, մի կատոր պայտը ցույց տվեց Մովսես։ Ինչու խովի Ֆիլիպ։ Լսենք։ Մովսես այդ պայտը, չէ՞, պայտը գեցեց, Մովսես վերցրեց այդ պայտը գեցեց եւ այդ պայտը գեցեց ջրի մեջ։ Նա այդ պայտը վերցրեց եւ գեցեց ջրի մեջ։ Եվ ջուրը քաղցրախմ դարձավ։ Ինչպես։ Մի պայտը վերցրեց եւ այդ պայտը նա գեցեց ջրի մեջ։ Եվ ջուրը քաղցրախմ դարձավ։ Բոլորը կարողացան խմել այս ջուրը հետո։ Քաղցրախմ դարձավ։ Ես չեմ հասկանում, ինչ մենք կարող եմ հասկանալ ժողովուրդ։ Այս պայտը նշանակում է Տիրոջը խոսքը։ Վերցրեք Աստծո խոսքը եւ գեցիր խնդրի մեջ։ Այսինքն դու տարապում ես, հիվանդ ես, վերցրեք այդ պայտը, այդ հայտությունը, որ ասված տալիս է քեզ։ Например, Հիսուսի վերքերով մենք բժշկվեցինք։ Վերցրեք այդ պայտը, յուրաքանչյուր խոսքը, յուրաքանչյուր հայտնությունը Աստծուց մի պայտ է։ Մենք պետք է վերցնենք այդ խոսքը եւ գեցենք եւ օգտագործենք նրա։ Հիսուս մի անգամ ասաց. Իմ անունով դեր քանեմ, այս խոսքը մի պայտ է։ Մենք պետք է վերցնենք եւ ախոտենք, ինչպես Հիսուս ասաց. Հիսուսի նով ինձանից դուրս արի։ Սատանամ հեռացիր ինձանից։ Յուրաքանչյուր խոսքը Աստծուց մի պայտ է։ Եվ դու պետք է վերցնես։ Մենք պետք է վերցնենք եւ գեցենք խնդրի մեջ։ Մենք պետք է գեցենք, օգտագործենք եւ մենք ստանանք Տիրոջ օրհնությունը։ Գրված է ջուրը քաղցրախասան դարձավ եւ այստեղ Տերն առանց օրենք ու դատարան տվեց եւ այնտեղ փորձեց նրանց։ Եվ ասաց. լսիր հիմա, մենք ահոտենք հեսա, եթե ուշադիր լսես քո Տեր Աստծո ձայնը, ամեն ինչ ուղիղ է նրա աչքին, եւ հինազանդվես նրա պատվիներին, պահես նրա բոլոր կանոնները, քեզ վրա չեն բերի այդ հիվանդություններից, որոնք բերեցի Եգիպտոսների վրա, որովհետև ես եմ Տերը քո բժիշկը։ Ես եմ Տերը քո բժիշկը։ Եվ եկամ Իխին, եւ այնտեղ կային ջրի 12 աղբյուր եւ 70 արմավենի։ Նրանք այնտեղ ջրերի մոտ կանգ առան։ Իվիսյո։ Ինչ ասված ասաց, ես եմ Տերը քո բժիշկը։ Նա մեր բժիշկը եւ նա ուզում է բուժել քեզ հիմա։ Ամեն։ Ես անկանում եմ մի ախոտ կանել եւ հետո մենք ավարտենք 95 63 38 35 Չմոռանաս մեր հասնե Ռոստովյան 9:2 մի վարքյան ներողություն Ռոստովյան Հովի Ֆիլիպից գուշ, այո, ճիշտ է, այո, այստեղ, ապրես։ Ռոստովյան 9:2 Կիրակի օրը 11-ին, Ռոստովյան 9:2 Եկեք մի հոտ կանենք հիմա ասված պայման կօգնի ձեզ։ Գերիր հիմա դրա հոտքի հանդրանք նա Facebook, նա YouTube, նա Instagram, նա TikTok, չմոռանաս բաժանորդագրվիր այս ալիքին
եւ մենք ահոտենք։ Հայր Հիսուսյան նով շնորհակալ եմ այս ծառայության համար, ես ախոտում եմ բարեկամների համար, ուղարկում եմ նրանց Տիրոջը օրհնությունը եւ խնդրում եմ քեզ դիպիչի նրանց, որովհետեւ գրված է ես եմ Տերը քո բժիշկը, Հայր դու մեր բժիշկն ես, դու բուժում ես մեզ, դու օրհնում ես մեզ, դու ազատում ես մեզ, դու օրհնում ես մեզ, Հայր ես խնդրում եմ քեզ ամեն տեսակի անից, ամեն տեսակի ջար, այս հիվանդությունը, կացկեր, այս դիաբետ, շաքար, այս նևրոզ, այս խնդիր, երիկամների կար, ես ասում եմ երիկամների կար հեռացիր, Հիսուս կտրիր այս երիկամների կարը հիմա եւ թող նա այս կարը հեռանա դուրս գա նրանից հիմա Հիսուսի զորավոր անունով ես օրհնում եմ բոլորին ովքեր լսում եմ եւ ասում եմ ձեզ դուրս ամեն չար կյանքից հեռացիր հիվանդության հոգի ցավ մարմինի ցավ դեղորության անհանգստություն դուրս եզանից վայմ Հիսուս Հայր մենք օրհնում ենք Հայաստանը Հայաստան պատկանում է Հիսուսին Հայաստանը Աստծուն է Հայաստանը օրնված է թող ապաշխարություն օրհնությունը բարգավաճում լինի Հայաստանի մեջ թող Տիրոջ օրհնությունը միշտ Հայաստանի վրա լինի Հիսուսի անունով մենք օրհնում ենք Հայաստանը մենք ասում ենք ամեն չար Հայաստանից դուրս արի Հիսուսի զորավոր անունով ամեն ամեն մենք ախոտել ենք հավատքով վստահեք որովհետև նա գործում է չի մոռանաս մեր ադրեսը այստեղ Ռոստովյան 9-2 այստեղ Ռոստովյան 9-2 եղավ հնավիրում եմ քեզ Կիրակի օրը 11-ին այո հատուկ ախոտքը մենք բարաբանում ենք մեր Աստծո 11-ին լավ շնորհակալ եմ ձեզանից ժողովուրդը մենք հավատենք հիմա չմոռանաս եթե կարող եզորնել մեր ծառայությունը ամեն ամիս մենք վճարում ենք մեր եկեղեցու վարձը ցանկանում ես միանցամ անել ցանորդ ուղարկել ձերանցամ մենք ունենք այստեղ Հայաստանում եկեղեցու հաշիվը ես դուց կտամ քեզ շուտով եթե ցանկանում ես ցանկություն է գալիս կոնցերտում օրնելու այս ծառայությունը որ շարունակվի տեսեք հիմա այս վիդեո մինչև վերջ Հիսուսի զորավոր անունով Տերոնի քեզ Տերոնի քո ընտանիքին հաջողություն ձեզ Եթե այս գործը հպվել է քո սրտին եւ եթե դու զգում ես ցանկություն աջակցելու այս ծառայությանը իմացիր որ քո ընձային միջոցով մենք կարող ենք ավետարանը տարածել ամբողջ Հայաստանում եւ օրհնել շատ ընտանիքներ Աստծո խոսքը 2 Կորինթացիներ 9-7 խոսքում այսպես է մեզ սովորեցնում Ամեն մեկը թող տա ինչպես որ իր սիրտն է ուզում, ոչ թե տրտմությամբ կամ հարկադրաբար, քանի որ Աստված սիրում է ուրախությամբ տվողին։ Յուրաքանչյուր ներդրում հավատքի քայլ է, կատարված ուրախությամբ, ազատությամբ եւ սիրով։ Եթե ցանկանում ես լինել այս գործի մի մասը, կարող ես քո նվիրատվությունը կատարել հիմա, ուղարկելով այն եկեղեցու քարտի համարին 4578 9100 0038 2758 Եթե ապրում ես Հայաստանի տարածքից դուրս եւ նույնպես ցանկանում ես աջակցել, կապ հաստատիր մեզ հետ այս համարով 374 95 633 835 Մենք աղոթում ենք, որ Աստված բազմապատիկը վերադարձնի քո առատաձեռնությանը եւ օրհնություններով լցնի քո կյանքը։ Հիսուսի անունով ամեն